Տիկին Ղազարյան, ՔՊ համամասնական ցուցակում տեղ զբաղեցնելու առաջադրումներն ավարտված են, նախ դուք նորից առաջադրվել եք, եթե այո, ինչ եք կիսատ թողել այս խորհրդարանում, որ նորից ուզում եք գաք։ Շնորհակալ եմ հարցի համար, այո, ես բնականաբար առաջադրվել եմ եւ ես որպես վարչության անդամ եմ եւ այն առաջիններից եմ եղել, ով առաջադրվել է եւ մեծ ուրախությամբ պետք է նշեմ, որ բավականին շատ առաջադրման դիմումներ ենք ունեցել, ինչպես կուսակցական, այնպես էլ ոչ կուսակցականի եւ այս ամեն ինչի մասին է խոսում է, որ կուսակցության հանդեպ վստահությունը, նաև ընտրություններին հաղթելի շանսերի մեծ լինելը եւ այլն, դրանով պայմանավորված ունենք բավականին մեծ դիմումներ, ինչը ինձ համար ուրախալի է եւ մրցակցային պայմաններ է ստեղծում եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն ինքը այն կուսակցություններից է, որ առաջինը հենց ինքը իր ներսում ունի ժողովրդավարության պահպանման մեծ նիշ եւ հետեւաբար ցուցակի կազմման process-ն լինելու է բացառապես ժողովրդավարական ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանն է անձամբ ընտրելու, թե ով կարող է դառնալ պատգամավոր, ով չէ։ Տեսեք, ես ասացի ժողովրդավար, այսինքն բոլորս ենք ընտրելու ըստ մարդու անցած ճանապարհի, քաղաքական հետագծի եւ տարբեր այսպես գործոններ հաշվի առնելով եւ ես եւս տրվում եմ իմ կընտրողների դատին եւ եթե նրանք կգտնեն, որ ես իրոք տեղ ունեմ եւ ունեմ շարունակելու հնարավորություն իմ քաղաքական գործունեությունը ազգային ժողովում, հետեւաբար ես եւս կընտրվեմ եւ կշարունակեմ իմ գործունեությունը։ Ձեր գործընկերներից մի քանիսն այնուամենայնիվ որոշել են չառաջադրվել, ասում են ուզում ենք բիզնեսով զբաղվենք։ Հիմա հանրության մոտ կարող է հարց առաջանալ, որ առաջիկա այս տարիները օգտագործեցին, հարստացան եւ հիմա արդեն բիզնես ներդրումներ են ուզում անել։ Ես չեմ լսել գործընկերներից, որ ասում են բիզնեսով կզբաղվեն։ Քրիստինե Պողոսյանը օրինակ լավ նկարում է եւ ես կարծում եմ դա ավելի շատ իր հոբիով եւ իր այդ մասնագիտության զարգացման գործընթացով է պայմանավորված, որ որոշել է զարգ տալ այդ գործունեությանը։ Հիշում եք մի անգամ ցուցահանդես նաեւ ազգային ժողովում է իրականացրել, վերջերս նաեւ արտասահման ճիշտ ասած քաղաքը չեմ հիշում, բայց էլի ցուցահանդես էր կազմակերպել, այնպես որ իր հետաքրքրությունների դաշտը այդտեղ ծավալվեց եւ իր ընտրությունն է, ոչ մեկին չենք ստիպում առաջադրվելու։ Ես շատ ուրախ կլինեի Քրիստինեին եւս տեսնել ազգային ժողովում, ցավով եմ ասում, որ որոշել է փոխել, ինչ անեմ։ Տիկին Ղազարյան, եւ վերջերս, երբ որ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել էր 10 սրբազանների, նրանց մեջ գտնվող անձանց վերաբերյալ եւս հանրությունը ունի որոշակի վերապահումներ, եթե ոչ ուղիղ վերապահումներ, օրինակ նույն Նավասարդ Կճոյանի, որին հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր Bentley ունի, հիշում ենք ազգային ժողովում հոկտեմբեր ամսին ելույթ ասում էր գժվելու բան է հոգեվորականը ունի երեխաներ, կին, սիրուհի, Bentley, հիմա ուզում եմ հասկանամ, ինչպես դուք եք ասում, նկատի ունեմ իշխանությունը Կտրիչ Ներսիսյանին ուզում եք հեռացնել Նավասարդ Կճոյանով, որը եւս ըստ էության, ըստ օդում կախված լուրերի եւ իշխանության հայտարարությունների խախտել է կուսակրոնության ուխտը, աղքատության ուխտը եւ ընդհանրապես ինչ հնարավոր է ուխտերի հետ կապված խախտել։ Աղքատության ուխտը առաջին անգամ եմ լսում, բայց եկեք մեկը մյուսին չհակադրենք։ Տեսեք, մենք Կտրիչ Ներսիսյան նաեւ այդ 10 եպիսկոպոսներ, arczepiskopոսներ, ովքեր ստորագրել էին, ինչ էին գրել իրենց այդ հայտարարության մեջ, որ խնդրում են, որպեսզի իր հանգստին գնա եւ այլապես, երբ որ մարդը սրբապղծության կարծեմ ձևակերպում է, այդպես է աչքափակում սրբապղծության վրա, դա արդեն բան է, եկեղեցուն շատ վատ վիճակի մեջ է դնում, վստահությունն է եկեղեցու հանդեպ նվազեցնում եւ այլն եւ այսպես շարունակ եւ դուք տեսաք ինչպիսի վստահությամբ երեք մամուլի ասուլիս էր տալիս նաեւ Արշակը, որի վերաբերյալ էր նաեւ այդ հայտարարությունը։ Հիմա այս մարդկանց տարբերությունը տարբերություն Կտրիչ Ներսիսյանին են հանցավոր ինքնավստահությունը, որ իրանք ոչինչ չեն արելու մի բան էլ, այսպես վերևից այսպես հոխորտում են Կտրիչ Ներսիսյանը, Արշակը, Խաչատրյան։ Սա լրիվ տարբերվում է այն դիրքորոշումից, որ վերջը մարդիկ բարձր գիտակցություն են դրսևորել եւ եկել են այն համոզմունքի, որ այո, այդ ամբողջ գործունեությունը վնասում է եկեղեցուն։ Ինչի հետևանքները մենք տեսնում ենք տարբեր մարզերում, համայնքներում տեղի ունենում պատարակներ եւ մարդիկ ինչ խանդավառությամբ են այդ պատարակներին մասնակցում։ Ես էլի նշել եմ, ցավոք այդ մի օրինակն է անընդհատ աչքի առաջ գալիս իմ կոնկրետ, բայց ես տեսնում եմ, որ շատ մարդիկ, ես էլ երբ որ պատարակին մասնակցում եմ, տեսնում քաղաքացիներից ինչքան մարդ է մասնակցում օրինակ այդ համայնքում պատարակի, մարդիկ կան առաջին անգամ են գալիս ու ուրախությամբ են գալիս, այն չի մասին է խոսում, որ իրապես հոգեվորականների հանդեպ վստահություն մարդիկ չունեն նաեւ եւ չեն իրենք իրենց տեղում չեն եղել,
բացի դա էլ իրենց հանդեպ վստահությունն է նվազել, այդ իսկ պատճառով մարդիկ պատարակների չեն մասնակցում եւ այս շրջանը ես իրապես այսպես զարթոնքի շրջան կհամարեի, որովհետեւ քիչ-քիչ մարդիկ սկսում են այդ կյանքով ապրել, այդ թվում նաեւ ես, որը որ եւս լինելով, նույն հակադրել չեմ ուզում եմ ասեմ, որ մարդիկ եկել են գիտակցման, որ այո, վատ բան են արել, բայց մեկը մյուսին չի հակադրում, մենք դրանով չի լինում, որ ասենք այդ ամբողջը ոչ մի բան մենք չենք ասել կամ որ ժողովուրդը այդ մասին չի խոսում, բոլորը բոլորի մասին լավ գիտեն, փոքր երկրում ապրում ենք, բայց երբ որ մարդը գիտակցում է այդ ամեն ինչը, այսպես ասած դարձի է գալիս, նույնիսկ քրիստոնեության օրենքներով է այդպես, դա մեկը մյուսով փոխարինել չէ, դա գիտակցության դարձը որն է։ Դե կարող են, տեսեք, իրանք պետք է այն ժամանակից կարգալուծանեին, խիստ վերաբերվեն, բայց երբ որ դու ես պահպանում, երբ որ դու չես պահպանում, բնականաբար դա զարգա տալիս, որ մյուսներն էլ քո ենթակայության այսպես ստորադասնել այդ բանը անի։ Ժամանակին այդ համակարգված կոռուպցիան ինչի հետևանքով էր, որովհետև այնքան այսպես մի շարքով բոլորն իրար հետ ուտում էին, մեկը մեկին չէր կարողանում սաստեր այս առումով։ Սա էլ նույն process-ն է, եթե դու վերևից արդեն ճիշտ նախ խախտումներով ես ընտրված, երկրորդը չես պահպանել ոչ մի ուխտ, բնականաբար քիչ-քիչ դու էլ ալասերումը տարածում ես դեպի ստորին օղակներ եւ այսպես շարունակ եւ ոչ մեկ ձեն չի հանում։ Նավասարդ Կոջոյանի վերաբերյալ հրապարակումները օքեյ են ԿՊ-ականների համար։ Ոչ մեկ չի հերքում կամ հաստատում։ Ոնց որ մենք բոլորս ասում ենք գնացեք լրագրողներ ջան, հարթվեք, հետաքննություն իրականացեք, մի օր էլ կաթողիկոսին հարթվեք, արդյոք դու խախտել ես ուխտը, թե չես խախտել, ոչ մեկ չի հասնում կաթողիկոսին, հետեւաբար ես կարծում եմ, որ կաթողիկոսը չի ուզում որևէ մեկի հետ հանդիպի եւ բացատրություններ տալ, իսկ Աշակի վերաբերյալ, որ համարձակություններ արի ասուլիս տալ եւ հերքել անհերքելին շատ զարմանալի էր։ Ես Նավասարդ Կոջոյանի վերաբերյալ, տեսեք, կոնկրետ ես հայտարարությունը Հեկ ունի ռեստորան։ Դե գուցե, ես էլի եմ ասում, ես չեմ արդարացնում այդ մարդկանց արածը։ Ես միայն գնահատում եմ այն բարձր գիտակցությունը, որ իրենք հասկացել են, որ վատ բան են անում։ Ես չեմ կարծում, որ իրանք չեն արել։ Ոչ թե դարձել է, այլ գիտակցել է, որ վատ բան է արել։ Գիտակցել է, որ իրան սխալ է պահել։ Սա է ամբողջ երևույթը։ Վաճառի բաժանի աղքատներին։ Ինձ պետք չի, որ ինքը Բեթլին վաճառը կամ ինքը պետք է հասկանա, որ ինքը եպիսկոպոս չի կամ arczepiskopos չի, ինքը հասկանա, որ գա այդ գիտակցման, որ ուխտադրուժ մարդը չի կարող լինել այդպիսի դասի մեջ եւ վերադասություն ունենա այն ամուսնացած քահանաների նկատմամբ, ովքեր իր ենթակայությամբ աշխատում են։ Տեսեք, երբ որ Ստեփան Ասատրյանը նախկին Տեր Արամին կարգալույց արեցին, ԿՊ-ականները իրեն վերցրեցին իրենց հովանու ներքո, ասելով, որ կարգալույց եղած անձը, վեհապարի նկատի ունենալով իր չի կարող կարգալույց անել։ Հիմա օրինակ եպիսկոպոսած հերթական ժողովն է նշանակված 10 օրից, եթե օրինակ որոշվի, որ Նավասարդ Կոջոյանին եւս պետք է կարգալույց անեն, ԿՊ-ականները կստանձնեն նրա պաշտպանությունը։ Տեսեք ինչի համար է, նախ պետքա հիմք ընդունենք ինչի համար էին կարգալույց անում, տեսեք հերթով, վեհապարի անունը զեղչելու համար, նաեւ որ խոսացել է, առաջին իսկ ռեակցիան, որ այդ արագությամբ կարգալույց արեցին հենց այն հիմքն էր, որ ինքը հանրայինի եթերում ուղիղ ասաց, որ ընտրությունների ժամանակ իրեն ստիպում էին հանրահավաքների մասնակցել, որին հետևեց նաեւ գործողություններ եւ այս հիմքով շատ իրենց այսպես զայրույթն ու պորտկումը առաջացրեց։ Մարդը խոսեց ի վերջո իրենց այսպես ազդեցությունից դուրս եկավ եւ խոսեց նաեւ զեղչելու համար, չէ, հիմք են դնում։ Շատ լավ, թող հիմք դնեն, հասկանանք ինչի համար են ուզում որևէ մեկին կարգալույց անեն, ոչ մի խնդիր չկա, հովանու տակ առնելու խնդիր չկա։ ԿՊ-ի ու падգամավորները այդ թվում նաև ես գնում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու պաշտպանելու այդ նկարտումով, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին ձայն է բարձրացնում, որ իր իրավունքները խախտված են, իր այսպես ասած խոսքի ազատությունը վնասված է, ես այդ տեսակետից եմ դիտարկել նաև Տեր Արամին եւ դրա հետևանքով արդեն այդ process-ները գեներացրել ենք։